փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը ոստիկանության պետի տեղակալ Սաշա Աֆյանը տագնապով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊՑ գնդում է հավաքել հիշյալ գնդի ծառայողներին, որից հետո գնդի ղեկավարությանը կարգադրել է անձնակազմին զինել հատուկ միջոցներով եւ Ազատության հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու համար անձնակազմը տեղափոխել հիշյալ հրապարակ։ Առավոտյան 6:30-ի սահմաններում ոստիկանության շուրջ 1200 ծառայող, այդ թվում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊՑ գնդի ծառայողները տեղակայվել են Ազատության հրապարակին հարակից փողոցներում, որից հետո ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊՑ գնդի ծառայողները Սաշա Աֆյանի կազմակերպմամբ ոստիկանության մասին օրենքի 29 հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ գործադրելու հիմքերի բացակայության պայմաններում մուտք են գործել հրապարակ։ Ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, որը զուգորդվել է բռնության, ֆիզիկական ուժի եւ հատուկ միջոցների ապօրինի գործադրմամբ։ Ցրել են նստացույց իրականացնող հարյուրավոր խաղաղ ցուցարարներին եւ հարկադրաբար դուրս են հանել հիշյալ հրապարակից։ Նույն ժամանակ ոստիկանության մյուս ստորաբաժանումները քաղաքացիների հետագա կուտակումներն ու հավաքները հրապարակում կանխելու նպատակով շրջափակել են Ազատության հրապարակը եւ թույլ չեն տվել քաղաքացիների մուտքը հրապարակ։ Նստացույց անող անձանց Ազատության հրապարակից բռնությամբ տարհանելուց հետո Սաշա Աֆյանի եւ այլ անձանց կազմակերպմամբ ոստիկանական ուժերը շարունակել են բռնության եւ հատուկ միջոցների գործադրմամբ հետապնդել քաղաքացիներին քաղաքի կենտրոնական հատվածներում, նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու համար։